Պարոն Արագյոզյան, մինչև հատացյալը դատական պրոցես գնալը, ես առաջարկում եմ, որ մենք համատեղ կարողանանք մեր օրենքով ճշմարտ արդյունքում հասնենք այն բանի, որ քննիչականը կամ դատարանը կասեցնի այս պրոցեսը։ Այո։ Ամենաառաջին եւ կասեցնի պրոցեսը, այսինքն ես մարդիկ դեռ օրինական դատավճիռ չկա, թե ինչ կլինի, բայց վաղը լավ, այդ հանցագործը պարզվեց, այս մարդկանց երևաց, որ իրականում գողության կամ խարդախության արդյունք, մեծ մարդիկ պետք է մի հատ լգնեն դատարաններ, որպեսզի այո, իրանց գումարները, գումարի հետ գազման պահանջով պետք է լինի, ես առաջարկում եմ մենք քննչական ճիշտ է դուք եք հնչեցնում, բայց տեսասիցի պահանջներ լինի, որ ես իսկ միջնորդել եմ դու քննչականին էսի ասած հարցը։ Դեռևս ոչ, որովհետև այս ամենաառաջնային բանն է, որ կարծում եմ պետք է ունենք նման հանձնաժողովներ ազգային ժողովում, որ այդ հարցերով իրանք ավելի իրանք պաշտոնական եւ պատկան դիտել։ Մենք արդեն գրել ենք ձեզ, ես ազգային ժողովի տվյալ հանձնաժողովներին արդեն հանձնաժողովի չես այս կասեմ, եթե ուզում եք մենք անելիքները բաժանում ենք մեր անելիքները եւ ցայլ անելիքները պետք է բաժանենք, աշխատանքի բաժանում անենք, ամեն մեկս փորձենք գործնականում մենք մեր ունեցած գործիքակազմով դուք ձեր։ Եթե մեկ ուրիշն էլ ձեր խնդիրիկ փորձի լուծել, մեզ իրազեկեք, որ մենք հետ կանգնենք կամ առաջ գնանք։ Ես էլ ասեմ, ես կարող եմ վաղ կենտրոնական բանկից կամ բանկից կանչեմ, ասում են, սենց է, եթե աշխատելու ենք միասին, մենք պատրաստական ենք միասին առաջ գնանք, խնդիրը առաջ տանենք։ Բայց որպեսզի անընդհատ չտանջեն այս մարդկանց ծանոթություններ, դատական քաշքշուկներ, փորձենք միջնորդել, որպեսզի այս ամեն ինչը կասեցվի բոլորի նկատմամբ եւ մինչեւ օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ մինչեւ լինի։ Շատ լավ, բայց մի բան է, քաղաքացիների անունները պետքա վերականգնել ակրաբյուրոյի սև ցուցակներից, որովհետև քաղաքացիները հիպոթեկային ծրագրերով վերցել են գումարներ, իսկ սև ցուցակներում հայտնվելով իրանք այսինքն երկու միջնորդու երկու պահանջ պետք է միջնորդվի դադարեցնել այս բանը գործակայցը ժամանակավորապես անել բանը սև ցուցակներից, որպեսզի կարողանեն միջև վերջնական դատարանի վճիռ կամ քրեական վարույթի ավարտել։ Ես հիմա ստեղ դուք ոնց եք մտածում, մեզ նամակ ուղարկեք, մենք էլ ուղարկենք քննչականին, թե մենք բարձրաձայն ենք քննչականին, ոնց եք պատկերացնում դուք դա։ Տեսեք, եթե մենք սենց ընդհանուր պատկեր տեսնենք, այս լուծումը դեռևս չի վերականգնելու բոլոր քաղաքացիների կան, ասում եմ, 20 միլիոն, 53,000 դոլար, այս ավանդների մասով ինչ անենք։ Ավանդների մասով հեսա կասեմ ինչ կանենք, ավանդների մասով վաղ քննչական կոմիտեի նախագահի մյուս օրը կեսա ձեր ասածները կգնանք մենք տեղում քննարկենք խմբակցության հետ, պետք է լինի քննչական կոմիտեի նախագահի գա կոմպետենտ վարչապետին կանչենք ստեղ խնդրենք, գործորենք, պահանջենք կգա ստեղ լսումների, ձեզ էլ կանչենք բերենք ստեղ տեղում, այս խնդիրին բարձրաձայնենք, այսինքն որպեսզի տեղից գնա ինչքան հնարավոր է, հա, մենք որ ես ասեմ վաղ այդ փող անելու ենք տանք ձեզ, դա սուտ։ Ես հասկացա, իհարկե, ես այդ դեպքում չեմ էլ հավատա։ Հիմա վաղ էսկող դատախազի վաղ կանչենք, ասենք սիրելի էսկող դատախազ ջան, ես 5 տարի այս process-ը գնում է, փորձաքննությունը նշանակ է, ինչ է նշանակ է, ինչ է ինչ չես արել, արի հասկանանք տեսնենք ինչ ես արել մարդկանց իրավունքներով։ Ասեք։ Տեսեք, երբ որ պատասխանատվությունը գնում է քաղաքացիների շահառուների վրա, որ ինքը մեկ ապրի գուցի չնայած ինքը թալանվել է, բանկը շահագրգռվածություն այլևս չունի, որ ինքը բարելավի իր համակարգը։ Իսկ եթե բանկն է ուժողը հաշվում, ինքը ստիպված պետք է արդեն այն բաներ անի, ինչ որ սա աշխարհում արդեն։ Ես մեր համար դուք արդեն բոլոր իրավ բաներ դարձինք անց ես բանջել, եւ ասեմ, մեր լեզվով ասած, մենք պետք է այս գործի մեջ, ասենք որ ինքը մենք մեղ չունենք այս գործի մեջ։ Դուք պետություն եք, ձեր պետության ներսից, ձեր ընտանիքից գողություն է կատարվել, որի արդյունքում մենք եք դուժել, մեզի փրկեք այս ամեն ինչից։ Այո։ Ես ուղիղ մեր ժողովրդական լեզվով ասում որ հասկանալի դրա արդյունքում պետք է որոշակի գործողություն անեն, այդ գործողություն համար մեկ ասեցնել այս process-ը, տոկոսադրույքներ, դատական process, արկադիր կատարում աշխատանքի առաջնային բռնականացման վաղը գալու է սկսել այս մարդկանց քույքերի վրա էլ դնել, կալանք դնել եւ աճուրդ անել։ Այսի process-ը ես առաջարկում եմ, որ մենք ասենք ինքներն մենք ոչնչով մեղավոր չեն որ դուժել եք, ձեր պետության, բանկի են մեկի եւ նաեւ քննչական դատախազության ոչ ճիշտ եւ օպերատիվ աշխատանքի արդյունքում գնալով ծնագնդի մեծանում է մեր վրա։ Բերեք ասեցնենք այս ամեն ինչը մինչև հանցագործ խումբը կինից խումբը ոնց ինչ ասեն քննչական ներսից է կառավարվետի դրսից։
Հիմնական դեպքերում դրսից, հիմնական 90% դեպքերում դրսից։ Ուրեմն հարգելի պատգամավորներ, եթե այս եւ նմանատիպ հարցերով զբաղվում ենք մենք, իբրև հասարակություն եւ իբրև հասարակական կազմակերպություն եւ դուք իբրև դեպուտատներ, իբրև ազգային ժողով, իբրև ազգային ժողովի ներկայացուցիչներ, ապա պատկան մարմինը, որը կենտրոնական բանկն է եւ որի նախագահը Մարտին Գալստյանն է, այս ու նմանատիպ հարցերով ինչի մինչև այսօր չի զբաղվել կամ թերի է զբաղվել կամ չի զբաղվում, եթե մարդը չի ուզում աշխատի, եկեք թող հրաժարական տակ գուցե գա ինչ-որ մեկը, որ կարողանա աշխատի ճիշտ, կենտրոնական բանկը ինչպես կանի, որ չի արել։ Այս ինչը ներողություն, ինչը որ մենք հիմա անում ենք։ Հակել եք տրսում կշարունակել, ոչինչ։ Այս մենք ինչ որոշեցինք, ոնց պատկերացրեցինք, այս ամեն ինչը իր աշխատանքային օրենսդրական պարտականություններ, որ արդեն իսկ մանավանդ այսքան բողոքներից հետո նրանք պետք է արած լինեին, ինչի չեն արել։ Գուցե եւ ունեն շահագրգռվածություն, մենք ունենք նմանատիպ կոմիտեին ենք գրավոր բազմիցս դիմել ենք, բոլոր քաղաքացիների անուններից դիմել ենք, բոլոր օրինակներով դիմել ենք, անձամբ իմ անունից դիմել ենք։ Ինչի չեն զբաղվում իրանց գործ։ Չեն զբաղվում, թող գնան տունը, չի համարենք սրանց աշխատավարձ տալիս։ Ուրիշ մարդու բերեք նշանակեք ազգային ժողովն է ընտրում կենտրոնական բանկի նախագահ։ Թող ազգային ժողովը ընտրի նոր կենտրոնական բանկի նախագահ։ Թող հակակոռուպցիոն կոմիտեն էլ մի հատ բարեհաճեր, քրեական գործ նախաձեռնեց ստուգելու համար, արդյոք կասկածելի չէին Մարտին Գալստյանի գործողությունները կամ անգործությունը։ Ես ինչ եմ խնդրում ձեզ, դու կարող եք մի նամակ ասցիագրել ինձ եւ Գևորգյանի անունով։ Ինչի՞ չենք կարող։ Դուք եւ պատրաստ կլինեք նամակը, որ մենք արձերը վերցնենք կամ թղթային տարբերակով էլեկտրոնային մեյլ փոխանցենք, այդ նամակը լինի մեր ձեռքի տակ, մենք վաղվանից սկսենք զբաղվել մեր իրավունքներով ձեր հետ համաձայնեցված բնականաբար։ Վաղը դուք ստանաք նամակ։